իրավունքի ուժով անազատության մեջ պահվող կոնֆլիկտով նմանավորված անազատության մեջ պահվող անձանց պետք է անհապաղ վերադարձնել։ Պետք է նշեմ, ու սա երևի կարևոր է արձանագրել, որ միջազգային իրավունքը իրականում թույլ է տալիս կոնֆլիկտի համատեքստում անազատության մեջ գտնվող անձանց դատել։ Այսինքն դատը ինքնին by default միշտ չէ, որ ապօրինի է, պատերազմական անգամ պարտավորություն է ոչ թե հայցողություն, եթե պատերազմական հանցագործություններ են կատարել, մարտության դեմ ուղղված հանցագործություն, ցեղասպանություն եւ այլն։ Ու Ադրբեջանը շատ լավ խաղացնում է այդ միջազգային իրավունքի դրույթները։ Զարմանալի չէ, որ հենց այն մեղադրանքներն է առաջ տանում, որոնք որ համարվում են այդպիսի մեղադրանքներ, որոնց համար պարտավոր է քայլեր ձեռնարկել։ Այսինքն մենք տեսանք եւ ցեղասպանության համար արդեն դատապարտված քաղաքացիական անձինք ունենք, եւ լրջագույն այլ պատերազմական հանցագործությունների համար, եւ դա հենց թույլ է տալիս Ադրբեջանին օգտագործելով միջազգային իրավունքը ըստ հարմարության, պնդել, որ գերի չեն այլ պատերազմական հանցագործը, դրա համար դատում եմ իրավաչափը, գործողություններս եւ այլն։ Եթե մենք չենք հակադրում, հակափաստարկ բերում այդ հանգամանքներին, իսկ մեզ համար կարևոր է, ընդգծեմ, հատկապես 20 թվականից հետո դատավարությունները, որոնց որ մենք դիտարկում ենք հեռավար, որքանով որ թույլ էր տալիս, լուսաբանումը, նախկինում ավելի շատ էին լուսաբանում իդեպ, դա էլ 10 եղավ ադրբեջանցիներին շատ ավելի քիչ ու ավելի սահմանափակ են լուսաբանում դատավարությունները փակվում։ Ակնհայտորեն երևում էր, որ մեղադրանքները անհիմն են, ուռճացված եւ պաշտպանության որևէ երաշխի մեղադրալի ամբասանյալի աթոռին հայտնված հային չի տրամադրվում, ոչ վկա կանչել, ոչ ինչ-որ այլ ապացույց ներկայացնել եւ այլն, եւ շատ արագ մի քանի նիստով արձանագրում են ցեղասպանության փաստը, ինչպես նշեց, պարոն Կիրակոսյանը, պատմության համար արձանագրվում է ցեղասպանության տեղ ունեցել, հայամեղավորը դատվեց եւ այլն։ Նույնը կատարվում է հիմա այս դեպքում, այսինքն չենք մենք նաեւ անընդհատ ասում, որ այս դատավարությունը կամ դատաստանը կամ շոուն, իրականում միտված է ամրագրել այն ճշմարտությունը, որ Ադրբեջանը ուզում աշխարհին մատուցի, ասելով, որ այս անձին ահաբեկիչ չեն, պատերազմական հանցագործ եւ այլն, եւ որևէ դեպքում չպետք է ազատությունից ազատ արձակվել։ Խոսելով եզրույթների մասին, իրականում ինձ համար ավելի մտահոգիչ էր ոչ թե անազատության մեջ պահվող անձանց եզրույթի օգտագործումը, որ իրականում ավելի չեզոք եզրույթը ներառելով եւ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների գերի են, որտեղ գերի բառը մենակ ըստ էության զինծառայողներին է վերաբերում։ Ինձ համար ավելի մտահոգիչ էր այդ ցեգրել բառի շատ չեզոք, ոչինչ չասող բառի օգտագործումը, որից որ դու չես հասկանում պահանջ ունես պետությունը այդ անձանց վերադարձնելու վերաբերյալ թե ոչ։ Ու եթե Հայաստանը չունի, ով պետք է ունենա, ոչ մեկին հետաքրքիր չէ։ Ավելին կուզենամ նաև նշել հայցիկ միջազգային իրավունքի լիովին համաձայն է պարոն Կիրակոսյանի հետ, որ միջազգային նացիաների օգտագործումը առաջին հերթին շահավետ էր Հայաստանի համար, որովհետև հիմա Ալիևը որևէ առիթ միջազգային հարթակներում բաց չի թողնում ասելու, որ ամեն ինչ արվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ, կոնֆլիկտի համաճկում հատկապես 20-23 թվականի ժամանակահատվածում իրականացվել է միջազգային իրավունքի բացարձակ անթերի պահպանման հիմքով։ Ու մենք չենք հակաճառում, այսինքն ես չեմ լսել որևէ հակափաստարկ հայկական կողմից, որը որ ավելի շատ խաղաղության մասին է խոսում, որ այո, այդպես է, թե հակառակը, մենք դրա համար ինքն այդ փաստահավաքներ անում, որովհետև եթե թղթին չենք հանձնում, չենք արձանագրում խախտումները, վաղը մյուսը կլինի այլ ճշմարտություն, որը արձանագրվել է այլ երկրի մայրաքաղաքում, դատարանում եւ այլն։ Ու այստեղ շատ կարևոր է, որ իրականում էլի խաղաղության պայմանագրին անդրադառնալով, եթե մենք խոսում ենք հարատև խաղաղության մասին, իսկ այս կոնֆլիկտը ես պնդում եմ տարածքային չէր, այսինքն շատ պարզեցնել պետք չի, ինչ Ադրբեջանը նույնպես փորձում է անել, որ ընդհանրապես տարածքային վեճեր ու Հայաստանը որպես ագրեսոր օկուպանտ եւ այլն հարցեր էր լուծում, հիմա ընդունել է մեղքը սխալը եւ այլն հետաքաշել որևէ պարտքի պահանջ չունենք, ըստ էության, քանի որ կոնֆլիկտի հիմքում գրված էին հենց խտրականության դրսևորումները, ՄԱԿ-ի միջազգային դատարանում այս դատավարությունը լավագույն հարթակներ, ու մենք իրականում շատ շնորհակալ ենք ու շատ ողջունում ենք, երբ որ Հայաստանի կառավարությունը դիմեց ու օգտագործեց այդ մեխանիզմը, կանխարգելելու ապագայում նման վարքագիծ։ Այսինքն մենք կներեք, որ չենք հավատում, որ եթե խաղաղության պայմանագրում որևէ կետում նշված է, որ պետությունները պատրաստական են եւ պարտավորվում են այլևս շատ հանդուրժող լինել եւ իրար չատել, որ չենք հավատում այդ բարակապակցությանը։ Այսինքն մեզ պետք է որ արձանագրվի այն վարքագիծը, որը ոչ իրավաչափ է, եւ համապատասխան քայլեր ձեռնարկվեն այդ վարքագիծը փոխելու ուղղությամբ։ Մենք նման բան դեռևս չենք տեսել։